Բարի առավոտ սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Ուրախ եմ ողջունել ձեզանից յուրաքանչյուրին այս նոր օրվա սկզբին։ Շնորհակալ եմ, որ դուք սկսում եք այս առավոտը ինձ հետ եւ Աստծո հետ։ Թող այսօր ասված ամեն բառ դառնա ոչ միայն խոսքեր, այլև հոգու հանգիստ զրույց է մեր երկնային Հոր հետ։ Այսօր մենք կխորհրդացենք Սաղմոս 36-ի շատ խոր եւ միաժամանակ բարձ խոսքերի շուրջ։ Հանձնիր Տիրոջը քո ճանապարհը եւ հույսը տիր նրա վրա, եւ նա կգործի։ Այս խոսքերը հնչում են այնքան հանգիստ, բայց դրանցում թաքնված է հսկայական ուժ, որովհետև մեզանից յուրաքանչյուրը գնում է որոշակի ճանապարհով։ Ոմանց մոտ այդ ճանապարհը հիմա պարզ է, ոմանց մոտ մշուշոտ, ոմանք գնում են ուրախությամբ, իսկ ոմանք անհանգստությամբ եւ հարցերով։ Մենք հարթնանում ենք առավոտյան եւ մտածում գործերի, պատասխանատվության, որոշումների, ապագայի մասին, որն առանց այն էլ միշտ չէ, որ հասկանալի է։ Եվ հենց այդպիսի պահերին Աստված Սուրբ Գրքի միջոցով կրկին ու կրկին հիշեցնում է մեզ. մի կրիր այդ ճանապարհը մենակ, մի պահիր ամեն ինչ քո ձեռքերում, վստահիր այն ինձ։ Վստահությունը Աստծուն ոչ միայն գեղեցիկ խոսքեր կամ կրոնական բանաձև է, սա սրտի վիճակ է։ Սա ընտրություն է չվերահսկել ամեն ինչ մինչև վերջ, չհենվել միայն սեփական մտքի եւ փորձի վրա, այլ թույլ տալ, որ Աստված առաջնորդի, ուղղորդի եւ ուղղի։ Սաղմոսում չի ասում պարզապես գնա քո ճանապարհով եւ հույս ունեցիր, որ ամեն ինչ որ կերպ կկարգավորվի։ Նա ասում է հանձնիր Տիրոջը քո ճանապարհը, այսինքն հանձնիր, դիր, փոխանցիր նրա ձեռքը, ընդունիր, որ քո ճանապարհը ոչ միայն քոնն է, որ այն կարիք ունի Աստծո առաջնորդության։ Երբեմն մեզ թվում է, թե եթե մենք վստահելով Աստծուն մեր ճանապարհը, կկորցնենք վերահսկողությունը, ազատությունը կամ ընտրության հնարավորությունը։ Բայց իրականում տեղի է ունենում հակառակը։ Երբ մենք վստահում ենք Աստծուն, դադարում ենք լինել վախի, շտապողականության եւ մշտական լարվածության ստրուկները։ Մենք սկսում ենք գնալ սրտում խաղաղությամբ, որովհետեւ գիտենք, որ նույնիսկ եթե մենք չենք տեսնում ամբողջ պատկերը, Աստված տեսնում է այն ամբողջությամբ։ Նույնիսկ եթե մենք չենք հասկանում, թե ուր է տանում այսօրը, Տերը արդեն այնտեղ է։ Խոսքերը եւ նա կգործի։ Սա հատուկ խոստում է։ Ոչ թե դու կգործես, ոչ թե հանգամանքները կդասավորվեն, այլ հենց նա։ Աստված ստանձնում է պատասխանատվությունը այն մարդու ճանապարհի համար, ով վստահում է նրան։ Սա չի նշանակում, որ չեն լինի դժվարություններ կամ սպասում, բայց սա նշանակում է, որ ոչ մի քայլ չի լինի զուր, ոչ մի արդյունք չի մոռացվի, ոչ մի ջանք, որ կատարվել է հավատով, չի մնա առանց պտուղի։ Այսօրվա սկզբին եկեք ինքներս մեզ տանք բարձ, բայց կարևոր հարց. ում է այսօր պատկանում իմ ճանապարհը, իմ վախերը, իմ ծրագրերը, իմ փորձերը, թե ես իսկապես պատրաստ եմ հանձնել այն Տիրոջը։ Թող այս առավոտը դառնա ներքին որոշման պահ, գնալ ոչ միայն առաջ, այլև գնալ Աստծո հետ, քայլ առ քայլ, վստահությամբ եւ հույսով։ Հենց այս սրտի վիճակից է սկսվում իսկական կյանքը Աստծո հետ։ Երբ մենք կարդում ենք ամբողջ 36-րդ Սաղմոսը, տեսնում ենք, որ այն գրված է իրական աշխարհում ապրող մարդկանց համար, որտեղ կա անարդարություն, անհանգստություններ եւ Աստծո ճանապարհների չհասկացում։ Դավիթը չի փակում աչքերը կյանքի դժվարությունների առաջ։ Նա անկեղծորեն խոսում է այն մասին, որ արդար մարդը հաճախ տեսնում է շրջակայում անիրավների հաջողությունը, խաբեությունը եւ հանգամանքների ճնշումը։ Եվ հենց այդ ֆոնի վրա հնչում է վստահության կոչը Աստծուն։ Ոչ որպես վերացական գաղափար, այլ որպես կենսական անհրաժեշտություն։ Սաղմոսը սկսվում է շատ կարևոր խրատով. մի նախանձիր չարագործներին եւ մի նախանձիր անօրենություն գործողներին։ Սա ինչպես Աստծո հրավեր է, պահպանել սիրտը խաղաղության մեջ։ Երբ մարդը կորցնում է ներքին խաղաղությունը, նրան դժվար է լինում վստահել։ Նախանձը, համեմատությունը, գրգռվածությունը դանդաղորեն քայքայում են հավատը եւ ստիպում մտածել, որ Աստված ուշանում է կամ չի նկատում կատարվողը։ Բայց Դավիթը ցույց է տալիս այլ ճանապարհ։ Ոչ թե շուրջը նայել անհանգստությամբ, այլ վեր նայել հույսով։ Հետո Սաղմոսը ասում է. հույսդ դիր Տիրոջ վրա եւ բարիք գործիր, բնակվիր երկրի վրա եւ պահպանիր ճշմարտությունը։ Այստեղ վստահությունը Աստծուն միացված է ամենօրյա հավատարմությանը։ Վստահել նշանակում է ոչ թե անգործություն, այլ շարունակել բարիք գործել, նույնիսկ երբ արդյունքը անմիջապես չի երևում։ Սա նշանակում է ապրել անկեղծորեն, հանգիստ եւ մաքուր սրտով, գիտենալով, որ Աստված տեսնում է ավելին, քան մենք, եւ գործում է ավելի խորքով, քան թվում է մեզ։ Հատկապես հուզիչ խոսքեր. հաճույք փնտրիր Տիրոջում, եւ նա կկատարի սրտիդ ցանկությունները։ Սա հիշեցնում է մեզ, որ իսկական վստահությունը ծնվում է Աստծո հետ մտերմիկ հարաբերություններից։
Երբ Տերը դառնում է մեր ուրախությունը, մեր ցանկությունները աստիճանաբար մաքրվում են, դառնում ավելի խորքային և իմաստուն։ Մենք դադարում ենք խնդրել միայն արտաքին հաջողություն և սկսում ցանկանալ այն, ինչը բերում է խաղաղություն, իմաստ և օգուտ հոգու համար։ Եվ այդ ֆոնի վրա հնչում են խոսքերը, որոնք այսօր մենք պահում ենք մեր խորհրդածության կենտրոնում։ Հանձնիր Տիրոջը քո ճանապարհը, և հույսդ դիր նրա վրա, և նա կգործի։ Այս տողը ինչպես հավաքում է ամբողջ Սաղմոսը միասին։ Այն խոսում է Աստծուն հանձնելու ոչ միայն արդյունքի, այլև կյանքի ամբողջ գործընթացի, որոշումների, սպասումների, կասկածների և հույսերի մասին։ Ճանապարհը հանձնել նշանակում է թույլ տալ, որ Աստված լինի ոչ միայն օգնական, այլև առաջնորդ։ Եվ հիմա ես հրավիրում եմ ձեզ համատեղ աղոթքի։ Մի քանի րոպե սրտով դիմել Աստծուն։ Տեր, մենք գալիս ենք քեզ մոտ այսօրվա սկզբին շնորհակալությամբ։ Շնորհակալ ենք քեզ կյանքի պարգևի, շնչի, այս նոր օրվա և քո արդեն իսկ հայտնած ամեն ողորմության համար։ Մենք շնորհակալ ենք ամեն ինչի համար, ինչ ունենք, և նույնիսկ այն բանի համար, ինչը դեռ չենք հասկանում։ Մենք հավատում ենք, որ դու բարի ես և հավատարիմ քո բոլոր ճանապարհներում։ Այսօր մենք ուզում ենք հանձնել քեզ մեր ճանապարհը։ Ամեն ինչ, ինչը մեզ անհանգստացնում է, ամեն ինչ, ինչը պահանջում է որոշումներ, ամեն ինչ, ինչը առաջացնում է անհանգստություն կամ անորոշություն, մենք գիտակցաբար հանձնում ենք քո ձեռքը։ Սովորեցրու մեզ վստահել քեզ ոչ միայն խոսքերով, այլև ամբողջ կյանքով։ Ազատիր մեր սրտերը վախից, շտապողականությունից և ամեն ինչ վերահսկելու ցանկությունից։ Լցրու մեզ քեզանից եկող խաղաղությամբ։ Տեր, առաջնորդիր մեզ կյանքի և իմաստի ճանապարհով։ Սովորեցրու մեզ ապրել բարությամբ, սիրով և շնորհակալությամբ։ Օգնիր մեզ տեսնել քո ձեռքը ամեն օրում, ամեն քայլում, նույնիսկ ամենապարզ հանգամանքներում։ Տուր մեզ իմաստություն ճիշտ գործելու, ուժ հավատարիմ մնալու և հես սիրտ, որ կարողանա լսել քո ձայնը։ Մենք վստահում ենք քեզ մեր ապագան, մեր ծրագրերը և մեր հույսերը։ Մենք հավատում ենք, որ դու ամեն ինչ գործում ես բարիքի համար նրանց, ովքեր հույսը դնում են քո վրա։ Թող այս օրը ապրվի քեզ հետ, քո լույսի մեջ և քո առաջնորդությամբ։ Շնորհակալ ենք քեզ, որ դու մեզ հետ ես, որ չես թողնում մեզ և որ քո սերը անփոփոխ է։ Հոր և Որդու Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու անունով։ Ամեն։